Հաջորդ տարի վարչապետի աշխատակազմը նախատեսում է անցկացնել 10 ծրագիր, 39 միջոցառում, որի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 25 միլիարդ 804 միլիոն դրամ։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ազգային ժողովի պետական իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գալիք տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներն ու ծրագրերը։ Համատեղ նիստում շարունակվել է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումը։ Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ 2026 թվականին ընթացիկ տարվա համեմատ 2 միջոցառում է ավելացել։ Տեսչական վերահսկողության ծրագրի շրջանակում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող նոր 1 միջոցառում։ Բյուջեով հաջորդ տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Եվրոպայից շուրջ 50 պատվիրակություններ ժամանելու են Հայաստան, ասել է Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ գագաթնաժողովն ամեն կես տարին մեկ Եվրոպայում տեղի ունեցող միջոցառում է, որտեղ երկրների ղեկավարները հավաքվում են, քննարկում ընթացիկ հարցեր։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ազգային ժողովի տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում ներկայացրել է 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված ֆինանսական ցուցանիշները, անդրադառնալով պետական բյուջեի եկամուտներին եւ ծախսերին, ինչպես նաեւ արդյունքային ցուցանիշներին։ Ներկայացնելով հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքները Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ դրանք ոգևորիչ ու տպավորիչ են։ Նա տեղեկացրել է, որ նշյալ ամիսներին եղել են 2 տրիլիոն 13 միլիարդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք 14%-ով ավելին են նախորդ տարվանից։ Պետ նախագահի խոսքով 2025 թվականին սպասվում են 2 տրիլիոն 690 միլիարդ հարկային եկամուտներ, որոնք 300 միլիարդ դրամով ավելին են 2024 թվականից։ Պետի ընթացիկ ծախսերը 2026 թվականին 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ աճել են 4 միլիարդով եւ կազմում են 36 միլիարդ դրամ։ Աճի մեծ մասը ըստ զեկուցողի ուղղված է հիպոթեկային վարկերի գծով տոկոսների գումարի վերադարձին։ 2026 թվականին Հայաստանի պետական բյուջեով նախատեսվում է 20.1 միլիարդ դրամ հատկացնել հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար, հայտարարեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ։ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման եւ նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքները կշարունակվեն ամբողջ 2026 թվականի ընթացքում, ապահովելով դրա շահագործումը նախ մինչև 2026 թվականը, ապա մինչև 2036 թվականը, նշել է Խուդատյանը։ Նախարարը նաև հայտնել է, որ 2026 թվականին կմեկնարկեն նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները, որի համար նախատեսված է հատկացնել 828 միլիոն դրամ։